Բայց իմ շատ սիրելի հետևորդներ ջան, բարի գալուստ իմ խոհանոց։ Ուրեմն այսօրվանից արդեն նորից վերականգնում ենք իմ խոհանոցային վլոգը եւ ուզում եմ այսօր ձեզ ցուցադրեմ, թե ես ինչպես եմ այլազան պատրաստելու։ Այլազան ամառային ճաշատեսակ, շատ համեղ, շատ արտակարգ։ Ուրեմն բանջարեղենը, սմբուկ, պղպեղ, կարտոֆիլ, լոլիկ, լոբի, սող, սխտորմի փոքր, լոբուտեղ կարող եք նաև բամյա օգտագործել, կարող եք ընդհանրապես չօգտագործել ոչ լոբի, ոչ բամյա, եւ միսը, տավարի միս եմ վերցրել, մի փոքր ոսկորոտ, մնացածը անցած անգամ ես ձեզ ցույց տվեցի իմ միս մշակելու process-ը այդ մսից։ Եվ պղպեղի մածուկ եմ օգտագործելու, տոմատ չեմ օգտագործելու, աղ եւ իմ հալած տնական յուղ, սիրելի հետևորդներ ջան։ Ուրեմն, սիրելիներս, սկսում եմ սոխը, սոխառատ չեմ անելու, բոլորը դարսովյա լինելու, այլազանը տարբեր մարդ տարբեր ձև անուններ տալի, եւ բոզբար, եւ աջափսանդալ, եւ շարովի, եւ այլազան։ Այսպես ելներս։ Սենց շարովի, ինչպես խաշլաման եմ պատրաստում դարսում, նույնը այս process-ն եմ կատարելու, ու ստացվելու է շատ համեղ։ Մայրս պատրաստում էր մինչև այդ շատ մինչև հիմա այդ համը ես հիշում եմ, ուզում եմ որ այդպես ստացվի, բայց ավաղ առաջվա լավ համը հոտը չի ստացվում, որքանով հնարավոր է աշխատել եմ լավ մթերքներ օգտագործեմ, մի փոքր էլ մայրս կծու էր անում, չնայած այդքան մենք կծու չենք ուտում, բայց ամեն դեպքում մի հատ ամբողջական ծիծակ կդնեմ, որպեսզի համեղ լինի, մոտավորապես ստանամ մայրիկիս պատրաստած այլազանից։ Հիմա կաթսան մոտիկացնեմ, ինձ հարմար, այսպես։ Ամենատակը կդնեմ սոխը, ուրեմն լցնելու եմ յուղը, սիրելի հետևորդներ, մի անգամ որ կարակ առնեմ նորից յուղ հալելու, անպայման ցույց կտամ եւ հալելու process-ը եւ բաղարջեի թխել յուղի քափից, կարծում եմ իմ տարեկիցները կիմանան յուղի քափով բաղարջի համն ու հոտը, որ առաջներում մեր մեծերը յուղը հալել են ու համեղ բաղարջ են թխել։ Նկար էի գցե, մարդիկ կային, որ գրել էին ինչ կլինի, ասա ոնց եք պատրաստում, բայց խոստանում եմ, որ անպայման ես կանեմ դա։ Սիրելի հետևորդներ ջան, ուրեմն շարում եմ մի շարք միսը, այսպես յուղոտ ոսկորներից հանել եմ, որպեսզի մեզ չխանգարի, սենց, տակը շարենք միսը, ու վրայից արդեն կշարենք մեր բանջարեղենը, կարող եք նաև գառի մսով անել, գառի մսով էլ արտակարգ համեղ, հիմա սիրելի հետևորդներ ջան, սմբուկը բաժանեմ մասերի, ոչ շատ մանր, ոչ շատ խոշոր,
Այսպես կտորտում ենք։ Սելի հետևորդներ ջան, քանի որ երկար ժամանակ է չենք նկարահանել, չի ստացվել, YouTube-ից տեսանելիությունը, ակտիվությունը պակասել է։ Սիրելիներս, խնդրում եմ, եթե հնարավոր է, ակտիվ դիտում կատարեք, խնդրում եմ ձեզ, որպեսզի մեզ ոգևորեք ու մենք սկսենք ավելի շատ հաճախակի նկարահանել, նոր բաներ պատրաստեմ, շատ մտահաղացումներ ունեմ սիրելիներս, արդեն կտեսնեք ինչքան լավ կլինի եւ ինձ համար եւ ձեզ համար, կդիտեք, ձեզ շահավետ կլինի, դուք նոր բաներ կպատրաստեք, այնպես որ շատ շնորհակալ կլինեմ ձեզանից, որ ակտիվանաք։ Պղպեղներն էլ այսպես, ոչ շատ մանր կտորներ, պատրաստեք, շատ համեղ կստացվի, մի շարք էլ կլցնեմ լոբին, սիրելիներս, կարտոֆիլը կարող եք հենց այսպես դնել, ոնց որ ես եմ դնում, կարող եք բաժանել մի քանի մասերի, ուղղակի կացած, որպեսզի շատ տեղ չզբաղացնի մթերքները, կացայի մեջ, այսպես եմ անում, կարող եք, եթե սիրում եք մի քիչ թթվաշ, դուք տոմատ ավելացնեք, ես չեմ ավելացնում, որովհետև այդքան կծու ու թթուի հետ մենք սեր չունենք, մանավանդ ճաշատեսակները աշխատում եմ տոմատ չօգտագործեմ, արդեն որևի սիրելիներս կնստի մթերքները ու արդեն կացած այդքան շատ բերնեբերան չի ցույց տա մեր ճաշատեսակին։ Գեղեցիկ կարմիր պղպեղն էլ այսպես, մի հատ է սմբուկ կկտրտեմ, կարող եք մեկ ու մեջ կլեպով թողնել սմբուկները, նախասիրության հարց է։ Այսպես սիրելիներս, մսի արգանակով չեմ անելու, քանի որ արդեն մսի համն էլ իրան կտա, բավական է, շատ քիչ ջուր կլցնեմ, շատ քիչ ու կափարիչով կծածկեմ, որպեսզի ինքը շոգեխաշվելով վեփվի։ Այսքանը սիրելիներս առայժմ դնենք եփվի ու կանաչին եմ վերջում կտրտելու, դնեմ եւ այս ծիծակը կդնեմ սա սենց վրան, որպեսզի համու հոտ տա։ Չեմ ուզում շուտ կհանեմ նախ ծիծակը, որպեսզի շատ կծություն չունենա, չենք ուտելու կծու, այսպես սելի հետևորդներ ջան, այսքան թեթև, հեշտ ու շատ առողջարար ճաշատեսակ է։ Հիմա գազօջախը ես կմիացնեմ։ Մի 5-10 րոպեից արդեն ինքը լավ կնստի։ Հիմա ջուր կավելացնեմ։ Սառը ջուր եմ լցնում սելի հետևորդներ ջան։ Բավական է այսքան ջուրը։ Հիմա կափարիչը այսպես կդնեմ, առայժմ մի քիչ բարձր է, բայց էսա կնստի ինքը, կնստի ու արդեն կափարիչը լավ վրան կնստի ու ինքը լավ շոգեխաշվելով կեփվի սերներս։
Այսքանը կհանդիպենք արդեն երբ որ պատրաստ լինի ցույց կտամ ձեզ ինչպես է ստացվել։ Սիրելի հետևորդներ ջան, մեր այլազանն արդեն պատրաստ է, կանաչին հիմա կտրտեմ, ավելացնենք ու տակը անջատենք գազօջախի։ Ընդամենը կտրտում եմ մաղադանոս։ Կարող եք խառը կանաչի, ռեհան, քոնդար, նախասիրության հարց է, այս պահին ես մի տեսակ կանաչին ունեի, հիմա սա եմ կտրտում, գցեմ, բայց դուք կարող եք խառը կանաչի նաև ավելացնել։ Սիրելի հետևորդներ ջան, այս էլ մեր համեղ այլազանը, հիմա մի քիչ կանաչի կլցնենք վրան, այսպես կգեղեցկացնենք, ավելի կհամեղացնենք ու կմատուցենք։ Հիմա մնացած կանաչին արդեն լցնենք մեր այլազանի մեջ։ Ահա, սիրելի հետևորդներ ջան, վերջացրեցինք մեր այլազան ճաշատեսակը, դուք է փորձեք, համտեսեք, սա իմ տարբերակն էր, դուք էլ ինչպես որ գիտեք, այնպես պատրաստեք, բայց կարծում եմ սենց ավելի համեղ կլինի, մի անգամ է փորձեք բամյայով ու գառի մսով, արտակարգ համեղ է ստացում, այսքանը սիրելիներ ջան, կհանդիպենք մյուս վլոգին։